45 տարի առաջ դոկտոր Չարլզ Ստենլին ստացավ տեսիլը, եկեղեցու պատերից այն կողմ տարածելու Հիսուսի ավետարանը։ Այդ ժամանակվանից ի վեր կապի մեջ ծառայությունը բուռն զարգացում է ապրել օգտագործելով թվային տեխնոլոգիաները։ Համացանցի, սոցիալական մեդիայի եւ հաղորդումների միջոցով մենք շարունակում ենք կիսել ավետարանը այնքան արագ եւ հստակ, որքան հնարավոր է։ Մեկ սեղմում, դիտում եւ միաժամանակ հավանում։ Կապի մեջ ծառայություն։ Մենք տոնում ենք Աստծո հավատարմության 45-րդ տարին։ Կապի մեջ դոկտոր Չարլզ Ստենլիի հետ։ Աշխարհով մեկ կիսել ավետարանը։ Կապի մեջ հաղորդման եթերում սպասել Աստծո ժամանակին ուղերձը։ Աստված սիրում է ձեզ եւ ուզում է լրացնել ձեր կարիքները, խոստանում է պատասխանել ձեր աղոթքներին։ Բայց դա չի նշանակում, որ նա տալու է այն ամենը, ինչ ուզում եք եւ երբ ուզում եք։ Եթե Աստված տար ձեզ այն ամենը, ինչ ուզում եք եւ երբ ուզում եք, ապա որոշ ժամանակ անց նա կգրավեր երկրորդ տեղը ձեր կյանքում եւ այն, ինչ ստանայիք, կդառնար ամենակարևորը։ Նա չի կատարում մեր խնդրանքները այն պարզ պատճառով, որ երբեմն դրանք նրա կամքով չեն, ի նպաստ մեզ չեն։ Կարող եք զարտուղի ճանապարհով ձեռք բերել այն բաները, որոնք հակառակ են Աստծո կամքին։ Այո, կարող եք, բայց դա ունի իր հետևանքները։ Այնպես չէ, որ նա չի ուզում տալ ձեզ այն, ինչ խնդրում եք, հարցն այն է, որ դեռ դրա ժամանակը չէ։ Աստված գիտի, թե երբ ենք մենք պատրաստ այն օրհնությանը, որին ամբողջ սրտով փափագում ենք։ Գուցե դա նրա կամքի մեջ է, բայց արդյոք ճիշտ ժամանակն է։ Ժամանակը շատ կարևոր է Աստծո համար։ Նա պարզապես չի անում այս կամ այն բանը։ Նա ունի իր ժամանակացույցը։ Նա գիտի քո կյանքը սկզբից մինչև վերջ։ Նա հստակ գիտի, թե որտեղ ես այս պահին։ Նա գիտի, թե որտեղ ես եւ ուր ես գնում, որովհետեւ գիտի ինչպես սկիզբը, այնպես էլ վերջը։ Եթե նա տա քեզ այն, ինչին պատրաստ չես, ապա դա չի լինի սիրո գործողություն։ Աստծո ժամանակին սպասելու մեր անպատրաստակամությունը գցում է մեզ անախորժության մեջ, բերում շփոթություն եւ զրկում Աստծո լավագույն օրհնություններից։ Եսայի մարգարեությունում կա մի հզոր խոսք, որը կապված է նրա հետ, ինչի մասին ուզում եմ այսօր խոսել, եւ դա Աստծո ժամանակին սպասելն է։ Մի շատ կարևոր սկզբունք Աստծո խոսքում։ Եսայի 64-րդ գլուխ։ Հուսով եմ ինչ-որ կերպ կընդգծեք այդ խոսքը։ Գուցե հարցնեք, միթե պետք է նշումներ կատարեմ Աստվածաշնչում։ Անշուշտ, այն էլ ինչպես։ Իրականում, երբ Աստվածաշնչում շատ նշումներ են արված, հավանաբար դա ցուցանիշ է այն բանի, որ մարդու կյանքը խառնաշփոթության մեջ չէ։ Այնպես որ ես գերադասում եմ նշել։ Նայեք 4-րդ խոսքին։ Եվ հավիտենից ի վեր չի լսված եւ ականջի չի հասած, աչքել չի տեսել, որ քեզանից բացի մեկ ուրիշ Աստված այնպիսի բաներ անե իրեն հուսացողներին։ Նայեք, Աստված գործում է նրանց օգտին, ովքեր ապավինում են իրեն։ Ինչ նկատի ունեք ասելով, որ Աստված գործում է մեր օգտին։ Դա նշանակում է, որ նա անձնական Աստված է։ Նա ճանաչում է մեզնից յուրաքանչյուրին եւ ամեն բան գիտի մեր մասին, որովհետեւ նա ամենագետ է։ Գործել մեր օգտին կամ մեր անունից նշանակում է, որ նա պատրաստ է ներգրավվել մեր կյանքի յուրաքանչյուր բնագավառում։ Ու եթե նա գործում է իմ օգտին, ապա անում է այն բաները, որոնք օգտակար են ինձ համար։ Նա կգործի այնպես, որ իրականացնի իր կամքն ու նպատակը։ Շատերը կապրեն եւ կմահանան անտեղյակ լինելով այս ճշմարտությունից։ Աստվածաշունչն ասում է, որ Աստված նախքան քո փրկվելը, նախքան նույնիսկ քո ծնվելը, նախասահմանել է, որ երբ փրկվես, գործի քո կյանքում քեզ կերպարանակից դարձնելով իր որդու պատկերին։ Նա ասում է, որ նա նախասահմանել է, որ կերպարանակից լինենք իր որդի Հիսուսի պատկերին։ Ուստի ինչ էլ Աստված անի մեր կյանքում կլինի մեր օգտին։ Նա կհեռացնի այն բաները, որոնք արգելք են մեզ համար, եւ կավելացնի նրանք, որոնք օգուտ են։ Այսպիսով նա գործում է մեր օգտին։
Երբ գործում ես քո երեխաների օգտին, գործում ես ի նպաստ նրանց։ Երբ Աստված գործում է մեր օգտին, գործում է ի շահ մեզ։ Նա չի հեռացնում այս կամ այն բանը գործելով իբրև վատ հայր։ Ոչ, նա տալիս է եւ վերցնում է համաձայն իր կատարյալ կամքի։ Ու եթե նա գործում է ի շահ ինձ, դա նշանակում է, որ ինչի առջև էլ կանգնեմ, նա կլինի իմ կողքին, ինձ ուղղորդելու եւ առաջնորդելու համար։ Նա մշտապես գործելու է իմ լավագույն շահի համար։ Եթե ես պատրաստ եմ ապավինելու նրան, ուրեմն կստանամ նրա լավագույնը իմ կյանքի համար։ Երբ բախվում ենք այնպես իրավիճակների, միշտ ունենք 3 ընտրություն։ Եթե Աստծուց որևէ բան եմ խնդրում եւ չեմ ստանում այն ժամանակ, երբ ուզում եմ, ապա կարող եմ շահարկել դա։ Շատերը բավականին ճարպիկ են շրջանցելու այս կամ այն բանը, բաց թողնելու այս բանը, թուլացնելու այն բանը, դիմելու ամեն միջոցի, որպեսզի հասնեն իրենց ուզածին։ Լսեք, դուք կարող եք ստանալ ձեր ուզածը, որն Աստծո կամքից դուրս է, բայց հիշեք, երբ ստանում եք այն, ինչը դուրս է Աստծո կամքից, կրում եք հետևանքները։ Աստծո հանդեպ աննազանդությունը ունի հետևանքներ։ Եվ ով էլ լինեք, ինչի էլ հավատաք, դուք չեք կարող դա փոխել։ Սա շատ կարևոր է։ Աստված կամենում է գործել ձեր օգտին, բայց երբ անհնազանդ եք լինում նրան, կրում եք դրա հետևանքները։ Ինչ է նա անում։ Նա ոչ միայն ուզում է տալ ձեզ իր լավագույնը, այլև չի ուզում, որ կրեք հետևանքները, որոնք բոլորովին ավելորդ են։ Բայց ես բախվում եմ 3 ընտրության, երբ ստիպված եմ սպասել նրան։ Ես կարող եմ շահարկել հանգամանքները եւ առաջ շարժվել ու հասնել իմ ուզածին։ Այսօր Աստծո կամքը չէ, որ որոշ մարդիկ ունենան այն շատ բաները, որոնք գնում են։ Դա Աստծո կամքը չէ։ Մի կողմ դրեք ձեր կրեդիտ քարտը։ Դուք կարող եք ունենալ կրեդիտ քարտ այս կամ այն բանի համար, դուք կարող եք գնել թանկարժեք մեքենա, կարող եք շարունակ օգտագործել ձեր քարտը եւ ինչ, գալիս է վճարման օրը։ Ես ուզում եմ, որ դուք հասկանաք, Աստված չի ուզում, որ դուք պարտքի մեջ լինեք։ Նա ուզում է, որ ազատ լինեք։ Ուզում է, որ ապահովված լինեք եւ ամեն անհրաժեշտ բանը ունենաք։ Նա ուզում է ապահովել ձեզ հուզական, հոգեվոր եւ ֆիզիկական առումով համաձայն իր կամքի եւ նպատակի։ Բայց եթե անտեսեք նրան եւ ստանաք այն, ինչ ուզում եք, եւ երբ ուզում եք, ապա հետևանքները անխուսափելի կլինեն։ Երկրորդ ընտրությունը սա է. եթե Աստված չի պատասխանում իմ աղոթքներին, ուրեմն ավելի լավ է մոռանամ։ Ես հանձնվում եմ եւ հեռանում։ Եկեք մի պահ խոսենք աշխատանքի մասին։ Դուք անդադար աղոթում եք ինչ-որ աշխատանքի համար, բայց ձեր ակնկալիքները չեն արդարանում։ Դուք դադարում եք աղոթելուց։ Ես աղոթեցի եւ Աստված չպատասխանեց իմ աղոթքին, ավելի լավ է մոռանամ այդ մասին։ Դուք կարող եք բաց թողնել հնարավորությունը, որովհետեւ այնի հայտ չի գա այն ժամանակ, երբ ուզում եք։ Ես բացահայտել եմ, որ կյանքում լավագույն բաները ստանալու համար երբեմն ստիպված եմ եղել ամենից երկար սպասել։ Ուստի դուք պետք է արժևորեք ձեր սպասումները։ Եթե դուք ուզում եք, որ տվյալ բանը ստանաք հիմա եւ ձեր ուզած ձևով, ուրեմն բաց կթողնեք Աստծո լավագույնը, բայց դուք չեք ցանկանա հայտնվել այդպիսի իրավիճակում։ Եվ երրորդ ընտրությունը սա է. ես կարող եմ սպասել եւ տեսնել, թե ինչպես է Աստված գործում իմ օգտին։ Դուք պետք է գրեք դա։ Սպասեք եւ տեսեք, թե ինչպես է Աստված գործում։ Տեսեք, թե ինչ է նա անում։ Տեսեք, թե ինչպես է նա փոխում իրավիճակները եւ հանգամանքները։ Մենք եղել ենք այնպես իրավիճակներում, որտեղ մտածել ենք. Աստված, ինչ ես պատրաստվում անել։ Նրան մի փոքր ժամանակ տվեք։ Աստված գիտի, թե ինչ է անում։ Նա չի քորում իր գլուխը, փորձելով հասկանալ, թե ինչ պետք է անել եւ ինչպես հանի քեզ այդ իրավիճակից։ Ոչ, նա հստակ գիտի, թե ինչպես եւ ինչու ես դու հասել այդ իրավիճակին։ Նա գիտի ինչպես փոխել քո կյանքը ցանկացած հանգամանքի մեջ։ Բայց ես պետք է պատրաստ լինեմ թույլ տալու նրան անել դա իր ճանապարհներով, այլ ոչ թե շահարկեմ հանգամանքները, որպեսզի հասնեմ իմ ուզածին։ Ուստի հարցրեք ինքներդ ձեզ, արդյոք շահարկել եք իրավիճակները ձեր ուզածին հասնելու համար։ Եթե այդպես եք վարվել, ուրեմն որևէ վստահություն չունեք։ Իսկ եթե ձեր խնդրանքները ներկայացրել եք Աստծուն եւ գոհացել նրանից, երբ ստացել եք դրանք, ուրեմն կարող եք շատ վստահ լինել։ Աստծուն ապավինելու համար կան պահանջներ, որոնք մեզ դուր չեն գալիս։ Մենք ուզում ենք ունենալ հիմա, անհապաղ։ Ես մտածում եմ, որ եթե իրերն ավելի արագ ընթացք ստանան, թերևս չկարողանամ գլուխ հանել։ Այսպիսով, ինչ է պահանջվում։
Առաջինը, ես պետք է վստահեմ նրան։ Եթե չվստահեմ, ապա չեմ հնազանդվի նրան։ Մենք երգում ենք այս երգը՝ վստահիր եւ հնազանդվիր։ Հիսուսի մեջ երջանիկ լինելու այլ ճանապարհ չկա բացի վստահելուց եւ հնազանդվելուց։ Տարիներ շարունակ մենք երգել ենք այս երգը ու քչերն են հավատացել դրան։ Եթե ուզում եմ Աստծու լավագույնը եւ ուզում եմ, որ նա գործի իմ օգտին, ուրեմն պետք է վստահեմ նրան։ Նա չի ասում, որ ես միշտ կհասկանամ։ Նա չի ասում, որ ինձ միշտ դա դուր կգա։ Գուցե դու կերադասեիր այլ ճանապարհ, բայց եթե կամենում ես, որ նա օրհնի քեզ իր լավագույնը, ուրեմն պետք է վստահես նրան։ Ես պետք է վստահեմ նրան, երբ նա ասում է ոչ, եւ երբ ասում է այո, որովհետեւ նա ճանաչում է ինձ եւ սիրում կատարյալ սիրով, իսկ եթե սիրում է կատարյալ անվերապահ սիրով, ուրեմն կանի միայն այն, ինչը ճիշտ է։ Դուք ասում եք, բայց դուք չգիտեք, թե ինչի միջով եմ ես անցնում։ Բարեկամներ, ես գիտեմ, թե ինչպես է Աստված գործում ամենասուղ եւ ամենալայն պայմաններում։ Նա նույն փառահեղ Աստվածն է, անկախ նրանից, թե որտեղ եք եւ ինչ է կատարվում ձեր կյանքում։ Այսպիսով պահանջվում է հավատք, պահանջվում է նաև խոնարհություն, որովհետև եթե ես չեմ վստահում նրան, դրանով ասում եմ, որ Աստծուց ավելի լավ գիտեմ։ Լսեք, այն ինչ մենք գիտենք, նման է ավազահատիկի։ Եթե աշխարհի բոլոր ավազները միտեղ հավաքենք, ապա մեր գիտելիքը հավասար չի լինի նույնիսկ մեկ հատիկի։ Հպարտությունն ասում է, որ ես պետք է հասնեմ դրան իմ ճանապարհներով, բայց դա Աստծո գործն է։ Մոռացեք այդ մասին, ես պետք է ունենամ դա։ Դու կարող եք ունենալ դա։ Կարող եք շահարկել դա եւ հասնել դրան, բայց սոսկալի հետևանքներով։ Դզնից ոմանք հավանաբար ասում են, այո, դա ճիշտ է, որովհետեւ հենց հիմա ես կրում եմ այդ հետևանքները։ Պատճառն այն է, որ դուք չեք հնազանդվել Աստծուն եւ թույլ չեք տվել, որ նա գործի իր ճանապարհներով, այնպես որ ես պետք է վստահեմ նրան, պետք է ունենամ խոնարհ հոգի ընդունելով, որ նա ինձնից լավ գիտի։ Այնուհետև պետք է համբերատար լինեմ։ Դու խնդրում ես, որ Աստված ինչ-որ բան անի քո կյանքում, գիտես, նա սուրհանդակ չէ։ Այո, Տեր, ես կլինեմ այնտեղ։ Նա այդպիսին չէ։ Եվ լինել համբերատար նշանակում է, որ ես կսպասեմ հետագա ուղղորդմանը։ Աստված, երբ է քո ժամանակը։ Երբեմն մենք ստիպված ենք սպասել երկար ժամանակ, բայց դու պետք է տաս այս հարցը. արժե սպասել դրան։ Ոչ ոք չի կարող պատասխանել այդ հարցին, բացի քեզնից։ Եվ երբ մեծ արժեք տաս նրան, ինչին սպասում ես, կարող ես սպասել եւ սպասել իմանալով, որ քո հայրը, ով սիրում է քեզ անվերապահորեն, իր ճիշտ ժամանակին կմատակարարի այն, ինչ նախատեսել է քեզ համար։ Այնպես որ համբերիր։ Եթե չհամբերես, խնդիրներ կունենաս։ Will provide in his due time, in his right timing, exactly what he has in mind for you. Պահանջվում է նաև խիզախություն։ Խիզախությունը պահանջվում Աստծուն ապավինելու համար։ Ինչ առումով։ Դու պետք է խիզախ լինես հակառակվելու 3 բանի։ Առաջ չանցնելու Աստծո ժամանակացույցից, չլսելու ուրիշներին եւ չվախենալու, հարկ չկա վախենալու, երբ քայլում ես Աստծո կամքի մեջ, հարկ չկա վախենալու որևէ բանից, որովհետև տիեզերքի տիրակալը քո պաշտպանն է։ Եվ ով որ վնասի քեզ, ստիպված է գործ ունենալ Աստծո հետ։ Եվ Աստված գիտի ինչպես պաշտպանել իր զավակներին, ինչի առջև էլ նրանք կանգնած լինեն։ Որոնք են այն հետևանքները, որոնց բախվում ենք, երբ չենք սպասում Աստծո ժամանակներին։ Սա շատ պարզ է, նաև շատ կարևոր։ Ես ունեմ ընտրություն։ Կարող եմ սպասել նրա ժամանակներին կամ վարվել իմ ճանապարհներով։ Եկեք տեսնենք, թե որոնք են մեր ճանապարհներով վարվելու հետևանքները։ Մենք դուրս ենք գալիս Աստծո կամքից։ Շատ կարևոր է ճիշտ ժամանակին անել այն, ինչ Աստված ասում է։ Նա գործում է նրանց օգտին, ովքեր սպասում են իրեն։ Ես խնդրում եմ, որ նա ուղղորդի ինձ։
Նա ուղղորդում է ինձ։ Նա գործում է իմ օգտին։ Նա կտանի ինձ այնտեղ, որտեղ ուզում է, որ լինեմ, եթե վստահեմ նրան։ Բայց եթե ես շարժվեմ իմ գաղափարներով եւ փորձեմ իմ կամքով կարգավորումներ անել, ապա դա կլինի ապստամբություն Աստծո դեմ։ Սա այնքան պարզ է։ Հնազանդվիր Աստծուն, բոլոր հետևանքները թող նրան։ Հնազանդվիր Աստծուն եւ օրհնվիր։ Եթե չես հնազանդվում, ուրեմն ապստամբում ես նրա դեմ։ Այդ դեպքում ինչպես կարող ես ակնկալել, որ Աստված կօրհնի քեզ։ Շատերը չեն ուզում կանգ առնել եւ մտածել։ Սա այն է, ինչ սովորեցնում եք ձեր երեխաներին. հնազանդվիր հայրիկին, հնազանդվիր մայրիկին։ Եթե չհնազանդվես, կկրես դրա հետևանքները։ Նրանք չեն հնազանդվում ձեզ եւ ինչու։ Ապտակում եք նրանց կամ ինչ-որ ձևով պատժում, թույլ չեք տալիս, որ այս կամ այն բանը անեն։ Աստված էլ դիմում է ձեզ եւ ասում. ահա թե ինչ եմ ուզում, որ անես, իսկ դուք ասում եք. չեմ կարծում, որ կանեմ դա։ Այն ժամ նա խրատում է ձեզ, ինչպես հայրն է խրատում իր զավակներին։ Մենք հավատում ենք այս ճշմարտություններին, բայց վարվում ենք այլ կերպ, որի հետևանքով դուրս են գալիս Աստծո կամքից։ Եվ սա հետաձգում է նրա օրհնությունը։ Մենք հետաձգում ենք նրա ծրագիրը, որովհետև ուզում ենք մեր ճանապարհներով վարվել։ Ես կարծում եմ, որ շատ շատերը կարիքի մեջ են իրենց իսկ կայացրած որոշումների պատճառով։ Նրանք ուզում են այն, ինչ Աստված է խոստանում, բայց իրենց ճանապարհներով։ Դու չես կարող այդպես վարվել։ Նա ունի իր ժամանակները։ Երրորդը, ցավ ու տառապանք ենք կրում մեզ վրա։ Կարծում եմ, որ կարող ենք աստվածաշնչյան օրինակներ բերել այս ամենի վերաբերյալ, բայց ժամանակը թույլ չի տալիս։ Նայեք Աբրահամին։ Աստված նրան ասաց, որ որդի է ունենալու։ Դա շատ լավ է հնչում, բայց նաև անհնար է թվում։ Եվ փոխանակ ապավինելու Աստծուն, նա լսում է կնոջը եւ ի հայտ է գալիս Հագարը։ Աբրահամն ամեն բան խառնում է իրար, որովհետև նրանք պատրաստ չէին սպասելու։ Ըստ երևույթին Աբրահամը զղջաց, որ այդպիսի քայլ արեց։ Նա ապականեց իր ամուսնությունը։ Դուք չեք կարող Աստծուց առաջ անցնել։ Թեև կարող եք արդարացնել ձեր քայլը, ասել, որ դա խոհեմ է եւ այլն, բայց հարցն այն է, թե արդյոք դա Աստծո կամքն է։ Ինձ համար սա այնքան պարզ է, բայց ոմանց համար այնքան բարդ, չգիտեմ ինչու։ Մենք կամ պատրաստ ենք վստահելու նրան, կամ ոչ, կամ պատրաստ ենք հավատալու նրան, կամ ոչ։ Դուք չեք կարող հաղթել նրա ծրագրին։ Պարզապես հիմարություն է մտածել, թե կարող եք ինչ-որ բաների հասնել անտեսելով Աստծո լավագույնը։ Դուք մտածում եք Աստված, ինչու է այդպիսի բաներ պատահում ինձ հետ։ Որքան շատ մարդիկ են այդպես ասում։ Նրանք նայում են իրենց ֆինանսներին եւ ասում, ինչու եմ ես պարտքերի մեջ։ Աստծուն պետք չէ մի ամբողջ պարբերություն դա բացատրելու համար։ Դու պարզապես չափից շատ ես ծախսել, դա այնքան պարզ է։ Մենք հայտնվում ենք անախորժությունների մեջ, որովհետեւ չենք հնազանդվում նրան ու չենք վարվում նրա ճանապարհներով։ Այսպիսով մենք հետաձգում ենք Աստծո լավագույն ծրագիրը մեզ համար եւ մեզ վրա ցավ ու տառապանք բերում։ Մենք ցավ ու տառապանք ենք պատճառում ուրիշներին։ Դուք կղզի չեք։ Մենք ունենք փոխհարաբերություններ։ Դուք ամուսնացած եք, ունեք փոխհարաբերություններ երեխաների հետ, ծնողների հետ, ընկերների հետ եւ այլն։ Երբ դուրս եք գալիս Աստծո կամքից եւ վարվում ձեր ուզածով, դա ազդում է ուրիշների վրա։ Գուցե նրանք անբարեպաշտ են, իսկ դուք պնդում եք, որ քրիստոնյա եք։ Նրանք տեսնում են, թե ինչպես եք դուք վարվում, ինչ է կատարվում ձեզ հետ եւ ասում են. ես չեմ ուզում լինել քրիստոնյա, եթե նման բաներ են կատարվում քրիստոնյաների հետ։ Նրանք չեն մտածում, որ դուք անհնազանդ եք եղել Աստծուն եւ նա խրատում է ձեզ։ Դուք չեք կարող դուրս գալ Աստծո կամքից եւ մնալ աննկատ։ Դա ազդեցություն է թողնում շատերի վրա։ Դա կախված է ձեր դիրքից կամ նրանից, թե ինչ տեղ եք զբաղեցնում կյանքում։ Հարցրեք ինքներդ ձեզ. արդյոք կարող եք ասել, որ ունեք հնազանդության կյանք։ Դա չի նշանակում, որ դուք կատարյալ եք, այլ ձեր սիրտը ցանկությունն է հնազանդվել Աստծուն, ձգտել հետևել նրան, լսել նրան։ Առանց նրա հետ խոսելու որոշումներ չկայացնել։ Պարզապես աղոթեք այսպես. Աստված խոսիր իմ սրտի հետ։ Օգնիր ինձ լսելու քեզ եւ իմանալու ճշմարտությունը։ Միթե Աստված չի պատասխանի այդ աղոթքին, կպատասխանի։
Այլ խոսքով, եթե դուք փրկված չեք, արդյոք Աստված կպատասխանի ձեզ. այո, եւ ես կարող եմ ասել, թե նա ինչ կասի։ Դու ապրում ես մեղքի եւ անհնազանդության մեջ, եւ ես չեմ կարող օրհնել քեզ, որովհետեւ դու ապստամբում ես իմ դեմ։ Եվ ոչինչ չի ստացվի, մինչև չընդունես իմ որդի Հիսուս Քրիստոսին, ով մահացավ խաչի վրա եւ լիովին վճարեց քո մեղքի համար, մինչև չլուծես փրկության հարցը։ Թույլ չտաս, որ Սուրբ Հոգու միջոցով մուտք գործեմ քո կյանքի մեջ եւ հայտնեմ իմ կամքն ու կատարյալ ծրագիրը քո կյանքի համար։ Սա այնքան պարզ է։ Պատրաստ եմ հնազանդվելու Աստծուն, թե ոչ։ Հավատում եմ, որ նա ունի լավագույնը, թե ոչ։ Մենք կրում ենք մեր ընտրության հետևանքները։ Ենթադրենք դուք սովորում եք ապավինել նրան։ Մենք մոտեցանք լավագույն մասին, եւ ես կտամ Սուրբ գրային համարներ յուրաքանչյուր կետի համար։ Ինչ կարող ենք ակնկալել, երբ սպասում ենք Աստծո ժամանակին։ Առաջին հերթին Աստված կարտահայտի իր բարությունը մեր հանդեպ, եւ ես ուզում եմ կարդալ Երեմիայի ողբերից։ Այն Եսայիի եւ Երեմիայի մարգարեություններից հետո է։ Ես տալու եմ խոսքեր այս կետերից յուրաքանչյուրի համար։ Երեմիայի ողբեր, 3-րդ գլուխ, 25-րդ խոսք։ Բարի է Տերը իրեն հուսացողներին, այն անձին, որ նրան որոնում է։ Լավ է հուսալ եւ սպասել լռությունով Տիրոջ փրկությանը։ Խոսքն ասում է, որ լավ է հուսալ, սպասել Տիրոջը։ Աստված ասում է, ուզում ես իմանալ իմ վերաբերմունքը, լավ է սպասել ինձ, որովհետև ես պատրաստել եմ լավագույնը քեզ համար։ Հետո երբ ապավինում ենք նրան, նա պատասխանում է մեր աղոթքներին։ Լսեք, թե ինչ է նա ասում Սաղմոս 40-ում, առաջին խոսքից։ Սպասելով սպասեցի Տիրոջը, եւ նա դեպի ինձ նայեց եւ աղաղակս լսեց։ Սա նշանակում է, որ նա լսեց ինձ։ Նա դեպի ինձ նայեց եւ աղաղակս լսեց։ Եվ ինձ հանեց կորստի հորից, այն անախորժությունից, որ ինքս եմ ստեղծել, տիղմոտ ցեխից, եւ վեմի վրա կանգնեցրեց ոտքերս եւ գնացքս հաստատեց։ Եվ ես սիրում եմ այս խոսքը, եւ նոր երկ դրեց իմ բերանում, մեր Աստծո օրհնությունը, շատերը կտեսնեն եւ կվախենան եւ Տիրոջը կհուսան։ Ինչու՞ չապրել Աստծո ճանապարհներով։ Ասվում է, որ նա նոր երկ դրեց։ Ձեռք մի բարձրացրեք, բայց ձեզնից քանիսն է ձեր կյանքում նոր երգի կարիք ունեցել։ Կամ քանիսն ունի։ Դուք նայում եք, թե որտեղ եք, ինչ է կատարվում ձեր կյանքում, ինչ հետևանքներ եք կրում, որոնք չպիտի կրեիք։ Դուք նոր երկ եք ուզում։ Ուզում եք, որ Աստված նոր երկ դնի ձեր կյանքում, ուզում եք, որ Աստված փոխի ձեր կյանքը։ Հնազանդվեք նրան ու տեսեք, թե ինչպես է նա գործում։ Հետո մենք կտեսնենք մեր հավատքի պտուղը, երբ հնազանդվենք նրան։ Եսայի 49:23 նայեք նրա խոստմունքներին։ Չեն ամաչի ինձ ուսացողները։ Ինչ-որ մեկն ասում է, իսկ եթե սխալվեմ, բոլորս ենք սխալվում, բայց նա ասում է, որ չեք ամաչի, որովհետև նույնիսկ երբ սխալներ եք անում, նա վերցնում է մեր սխալները եւ պտտում դրանք դեպի բարին։ Այնուհետև նա հնարավորություն է տալիս հաղթահարելու կյանքի դժվարությունները։ Բոլորս անցնում ենք դժվարություններով։ Նա խոստանում է օգնել մեզ անցնելու դրանց միջով, երբ ապավինում ենք նրան։ Բացեք Սաղմոս 37-ը եւ կարդացեք 9-րդ, ապա 34-րդ խոսքերը։ Լսեք, թե ինչ է ասում։ Որովհետև չարերը կսատկեն, բայց Տիրոջը սպասողները երկիրը կժառանգեն։ Աստված միշտ կօրհնի։ Նույն գլխի 34-րդ խոսքում ասվում է. Սպասիր Տիրոջը եւ պահիր նրա ճանապարհը, եւ նա կբարձրացնի քեզ, որ երկիրը ժառանգես։ Խոստմունք խոստմունքի ետևից։ Եվ սպասեք նրան, նա կօրհնի ձեզ։ Իսկ Փիլիպպեցիների 4-րդ գլխում գուցե դուք անգիր գիտեք այս հատվածը գրված է. Ուրախ եղեք Տերումն ամեն ժամանակ, դարձյալ ասում եմ, ուրախ եղեք։ Ձեր հեզությունը թող հայտնի լինի ամեն մարդկանց, Տերը մոտ է։ Ոչինչ հոգս մի արեք, այլ ամեն բանում աղոթքով եւ աղաչանքով եւ գոհությունով ձեր խնդրվածքները թող հայտնի լինեն Աստծուն։ Եվ Աստծո խաղաղությունը, որը ամեն մտքից վեր է, կպահպանի ձեր սրտերն ու մտքերը Քրիստոս Հիսուսում։ Երբ քայլում ենք Աստծո կամքի մեջ, հետևում ենք նրա ծրագրին, ունենում ենք խաղաղություն։ Ուստի հարցրու ինքդ քեզ.
Եթե ստիպված լինես ընտրություն կատարել իրական խաղաղության եւ այս կամ այն բաների միջև, որ ուզում ես ունենալ, ապա որը կընտրես։ Շատերը, որոնք ստացել են այն ամենը, ինչ ցանկացել են, մեծ մասամբ թշվառ մարդիկ են։ Շատերը, ովքեր ունեն ամեն ինչ, թշվառ մարդիկ են։ Գիտեք ինչու։ Նախ եւ առաջ այն պատճառով, որ այնքան քրտնաջան են աշխատել այդ ամենը ունենալու համար, որ այժմ վախենում են դրանք կորցնելուց։ Եվ մի ծայրահեղությունից անցնում են մյուսին։ Այժմ ինչպես վարվեն այդ ամենի հետ։ Եթե դուք անտեսեք Աստծուն որպես Տեր եւ Տիրակալ ձեր կյանքում, որպես Տեր յուրաքանչյուր իրավիճակում, ապա կբախվեք անխուսափելի հետևանքների։ Եթե վստահեք եւ հնազանդվեք նրան, կարող եք տեսնել, թե ինչպես է նա գործում ձեր կյանքում։ Ահա թե ով է նա, փառահեղ, սիրող Հայր, ով ասում է, որ կգործի մեր օգտին, եթե սպասենք եւ ապավինենք իրեն։ Հայր, որքան շնորհակալ ենք այս պարզ խոսքի համար։ Հրաշալի է մտածել, որ դու գործում ես մեր օգտին, աշխատում մեր կյանքում։ Ես աղոթում եմ, որ օգնես, որ նրանք, ովքեր երբեք չեն վստահել քեզ որպես իրենց փրկչի, տեսնեն ճշմարտությունը, հասկանան, որ ապրում են քո կամքից դուրս, որ առանց իրական ուրախության անհնար է հաղթել, անհնար է ապրել։ Եվ դու պատրաստ ես ներելու, մաքրելու, տալու նոր սկիզբ եւ նոր երկ դնելու մարդկանց սրտերում։ Աղոթում եմ, Հայր, որ խոսես մեզնից յուրաքանչյուրի հետ։ Սա իմ աղոթքը Հիսուսի անունով։ Ամեն։ Եթե դուք օգնվեցիք այսօրվա հաղորդմամբ, այցելեք մեզ in-touch.org կայքում։ Կապի մեջ աշխարհով մեկ մարդկանց առաջնորդել Հիսուս Քրիստոսի հետ հարաճուն փոխհարաբերության մեջ եւ զորացնել տեղական եկեղեցին։ Այս հաղորդումը հովանավորվում է Կապի մեջ ծառայության կողմից եւ հնարավոր է դառնում Աստծո շնորհքի եւ ձեր հավատարիմ աղոթքների ու վերաբերության